Սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր հունիսի 20-ը երեկոյան ժամ է։ Երեկոյան ժամին եկել եմ այստեղ շուկայում, Հովտաշատի շուկայում նկարահանումներ անելու։ Ինչու երեկոյան ժամին, քանի որ երեկոյան ժամին հիմնականում ապրանքի սեփականատերերն են գալիս վաճառք անելու։ Հիմա հասկանանք, տեսնենք իրական գները ապրանքի որքան արժեն։ Տեսեք, մարդիկ շատ դժգոհ են։ Շատ դժգոհ են, շատ։ Վերին աստիճան։ Հիմա սոխը ինչ արժի ձեր մոտ։ Սոխը մենք ծախում ենք խոսքի այս պահին, ես համեմի մասին եմ խոսում։ Համեմը 60 դրամով տալու։ Համեմը 60 դրամ է, տեսեք, սիրելի հետևորդներ, իսկ սոխը ինչ արժի։ Սոխը 120, 150։ 120-150 դրամ արժի։ Ես տանում են 350։ Ահա, դե տանում են 350։ Մենք որ մեզ ոչ մի ծախ չենք հանում։ Տեսեք, մարդիկ դժգոհում են։ Դժգոհ են վերին աստիճան։ Վերին աստիճանի մարդիկ դժգոհ են։ Բարև ձեզ, բազուկն ինչ արժի։ Մենք ընտրել ենք 100 դրամ։ մենք ընտրեցինք Փաշինյանին։ Ահա։ Ահա, մարդիկ դժգոհ են, անգամ իրենց ընտրությունը։ Լոլիկն ինչ արժի։ 100 դրամ։ Լոլիկը տեսեք, սիրելի հետևորդներ, 100 դրամ արժի։ Այստեղ։ Անգամ չեն էլ հարցնում։ Հա, իսկ խառը կանաչին ինչ արժի, բարև ձեզ։ 100 դրամ։ Խառը կանաչին էլ 100 դրամ։ 100 դրամով խառը կանաչի շուկաներում չգտնի, սիրելի հետևորդներ։ Հիմա անցնենք այս կողմ։ Բոլորը մենակ ես չափ։ Բոլորը միաբերան նշում են, որ դժգոհ են վաճառքի գներից, իրավիճակից։ Ահա։ Տեսեք, 70 դրամի համար 70-80 դրամ է։ Բիբարը ինչ արժի։ Կիլոն 500 դրամ, հատը 60 դրամ։ Հատը 60, կիլոն 500 դրամ։ Համեմ ինչ արժի ձեր մոտ։ 70 դրամ։ 70 դրամ։ Շնորհակալ եմ։ Իսկ լոբին։ Լոբին ինչ արժի։ 500 դրամ։ Տեսեք, վայրոնկա տեսակի լոբին ասա, սիրելի հետևորդներ։ Այսպես։ Ահա, ուրեմն սա բիբարներն են։ 300, 250, կծանոթացնեք, որն է 250, որը 300։ Տեսեք։ Սա ամենամեծ բիբարներն են, սիրելի հետևորդներ, 300 դրամ արժի։ Խանութում լրիվ այլ գներ են։ Հեսա նրանից բան չի տարբերվում։ Հա, իապես չի էլ տարբերվում, որ նայում ենք։ Անգամ կարող եմ փորձի համար դնել, տեսեք։ Մոտավորապես նույն չափի է։ Ահա։ Սա ինչ արժի։ 250։ Սա 250։ 150։ Անգամ 150-ով կա բիբար։ Ահա, այսպես։ Լավ, վարունգը ումն է։ Վարունգը 80 դրամ։ 80 դրամ, փշոտ վարունգ է, սիրելի հետևորդներ։ Մախիտոս։ Մախիտոս։ Սա որտեղինն է։ Մեր գյուղինն է։ Հովտաշատին այսինքն։ Չէ, Էջմիածին։ Հա, Էջմիած։ Հա, մեծամոր գյուղ։ Հովտաշատը չէ, եսի Խաթունալ գյուղն է։ Թող լինի Խաթունալ, այսինքն գայ։ Գայ գյուղն է։ Մեմանդարը ուրիշ է, մեմանդարը մոստից են կոմաս։ Շատ լավ, ուրեմն ասում են գայի շուկա։ Շնորհակալություն։ Вообще շատ ժողովուրդ ասում են մեմանդարի շուկա, բայց Հա։ գայ հողի մեջ է։ Են կոմից են գալի դրամը։ Ահա, շատ լավ։ Իսկ սմբուկն ինչ արժի։ 500 դրամ։ 500 դրամ։ Ամենալավ բարձր որակին։ Վատն էլ, վատ ասելով երկրորդ սորտն էլ Կարելի է բացել։ բաբո չի կարելի։ Դի զորա բայց կբացի։ Թեկուզ մեկը միջից հանեք, էլի բավական է։ Հա, մեկը միջից։ Ես չտեսա։ Սա բաները։ Սա ինչ արժի ասեցիք։ 350 է, Այսինքն, եթե այսպես սենպես կտրելու եք, ճաշեք պատրաստելու, պետք չի ուղիղ առնել։ Այսպես։ Ուղիղն էլ սա է։ Ես երևի հանեմ, հա, մեկը միջից։ մեկն է, երկուսն է։ Շնորհակալ եմ շատ։ Սա 500 դրամ արժի, սիրելի հետևորդներ։ Լավ, շարժվենք առաջ։ Բարև ձեզ, գիլասը կասեք, ինչ գին է։ Դուք եք։ Սա 500։ Սա էլ 450։ Իսկ ծիրանը 800 դրամ։ Ահա, եգիպտացորենը 230 դրամ հատը։ Սա դեռ ջերմոցի եգիպտացորենն է, չէ՞։ Դրսին է։ Հա, այսինքն այսպես տեմպես ծածկել եք, նոր եք ստացել։ Հա։ Իսկ կարտոֆիլը։ Հինը 330 հիմա։ Հիմա գնանք տեսնենք նոր կարտոֆիլն ինչ արժի։ 150-150, տեսեք, այստեղ ամբողջ մեքենայով մարդիկ եգիպտացորենը վաճառում են, կարող եք մոտենալ եգիպտացորեն գնալ ձեզ համար։
Տեսեք, սա էլ մեկ ուրիշ տեսակի բիբար է, 220 դրամ մեծն է, այստեղ ծուր բիբարները, ուրեմն ասեց 500 դրամ տոպրակը և սեխիկինը, սա էլ 550-ից 600 դրամ, իսկ պոմիդորն ինչ արժի, 120, 110, բավականին իջել է, հա, մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն դուրս չեն տանում, դրանով է պայմանավորված, որ գներն իջել է, շատ լավ։ Բարև ձեզ, կարտոֆիլի գներին կծանոթացնեք, սա 150, սա 100, հա, մեծը 150, սա 80-70 դրամ, շնորհակալ եմ, բարև ձեզ, բրոկոլի գինը կասեք, 500 դրամ, շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ, ուրեմն արկղը դդմիկների, կաբաչկաների 1000 դրամ է, իսկ կիլոյով գալիս է մոտավորապես կիլոգրամը 40 դրամ ասեցին, պատկերացնում եք ինչ գները նվազում է, որքան են գներն իջել, հիմա տեսնենք գազարի գներն էստեղ ինչքան, տեսեք սիրելի հետևորդներ, սա էլ այս տարվա գազարներն են 200 դրամ են գները, բազուկն էլ է 200 դրամ, այսպես 10-10 կիլոյով վաճառում են, կարող եք 10-10 կիլոյով, եթե ուզում եք գալ էստեղից առնել։ Սիրելի հետևորդներ, ուղղակի ես ապշած եմ, թե որքան կարող են գները իջնել։ Տեսեք, այս պոմիդորները հիմնականում դրսի համար են պատրաստում։ Տեսեք, սրանք երևի դուրս պիտի գնային, որ չեն գնացել, որովհետև արկղերը հատուկ պատրաստված են դուրս գնալու համար։ Հիմա հասկանանք, այստեղի պոմիդորներն ինչ արժեն այս արկղերով։ Սիրելի հետևորդներ, ուրեմն սա տեղի վերավաճառողի գինն է, վերավաճառքի գինը 170 դրամ վերավաճառքը Հովտաշատի շուկայում, իսկ արդեն առաջին ձեռքից շատ ավելի էժան է, հիմա մոտենանք տեսնենք այստեղ էլ ինչ կա, տեսեք, սա էլ 600 դրամ արժի, 1100 դրամ, կիլոն 1100 դրամ, ամանը 3.5, տեսեք, էջմիածնի ելակներն են, այսպես սիրելի հետևորդներ, գնանք առաջ, իսկ բրոկոլին ինչ արժի, 400 դրամ, սրա գին ինչքան, 80 դրամ, շնորհակալ եմ, ունեք բացած, որ նկարեմ բացած վիճակում մեջը, ձեր գյուղ, Էջմիածնի Արագած գյուղի կաղամբն է, 100-120 դրամ, ասում եմ, որ գյուղին է, ասում եմ, մեր գյուղին է, ես ինչ իմանամ իրենց գյուղը որն է, այսպես, սա ինչ արժի, 1200, ոնց է կոչվում ես, նեկտար, սա սպիտակ դեղցնա, ինչ արժի, էլի 1200 և արդեն, 100-1200, և սա էլ 1000-1200 արդեն դուրս է եկել, սա տեղականն է, թե դրսից է, վրացական, հա, վրացական, այսինքն տեղական դե դուրս եկել, որտեղի ծիրանն է, սիրուն ծիրանը, կարելի է բացել տեսնենք, լայք ինձ սիրուն ծիրանը, որ չեմ ուզում կպնեմ, լնայք, շատ սիրուն է, իսկ սխտորները, Ստորները Վրաստանինն է։ վրացական, կիլոն, Կիլոն 1300։ երկուսն էլ, սա էլ, մյուսն էլ, կիլոն 1003, չէ ճիշտ հասկացա, իսկ սոխը պարկով ինչ արժի, Սոխը պարկ։ Սոխը ինչ արժի։ սա 100 դրամ պարկով, մեծը 120, տեսեք, գներն իրականում բավականին էժան են, սիրելի հետևորդներ, ես չգիտեմ, հայկական նազերվաններն են 250 դրամ, տեսեք ինձ սիրուն եմ պատրաստել, սա 50 դրամ, սա էլ 100 դրամ, ինչքան է, 120, էական տարբերություն չկա, որովհետև Երևանում մի շաբաթ առաջ նկարել եմ 250 մինչև 300 դրամ, Մալացիայի շուկայում եմ նկարել, այսպես տեսեք էստեղի որքան է, հա, մեծ կարտոշկեն 120 դրամ, տեսեք, կարմրաթուշը 300 դրամ արժի,
Այստեղ ուրեմն ինձ ասացին, որ դաշտից քաղում են կիլոգրամը 100 դրամով։ Դե պատկերացրեք, եթե 100 դրամով տալիս քաղում են, 100 դրամ կծախսեն միջև կհասնեն շուկա, իրենց ինչ է մնում 100 դրամ, այն էլ դեղի թունաքիմիկատների, պարարտանյութերի, ջրի գումար է մնում։ Մեջը բան չի մնում, այսպես ասած։ Սա էլ այստեղ վերևում էլ կա 250 դրամ։ Տեսեք։ Այստեղ գյուղացիներն ասում են, որ չեն քաղելու, եթե այսքան էժանացել է գինը, ապա չեն քաղելու։ Թողելու ենք ծառների վրա։ Ուրեմն տեսեք, սա դրսի տանձն է, 2000 դրամ արժի։ Իսկ այստեղ մրգյանուն, ճիշտ ասած չգիտեմ, գրեք մեկնաբանությունների բաժնում հասկանանք սա ինչ միրգ է, ասեցին սա էլ է, 1200 դրամ արժի։ Եվ իհարկե վրացական դեղսն է դեռ շուկայում։ Ստելա տեսակի վարունգն է, սիրելի հետևորդներ, կարող եմ բացել։ Այո, իհարկե։ Բացենք, որ տեսնեմ։ Իրականում ամբողջ շուկայում փնտրել եմ Ստելա տեսակի առաջին վարունգն է, որ հանդիպեցի։ Սա երկար Ստելան է։ Այո, այո։ Եվ այստեղ նաև ունենք բիբարներ, պղպեղներ։ Բիբարամաներները։ Սա ինչ արժի։ Դա ընդամենը 80 դրամ։ 80 դրամ։ Լավ։ Սա մեր ստելա վարունգն է։ Սա ինչ արժի։ Սա էլ 80։ Սա էլ 80։ Իսկ հիմա դժվար չի Ստելան մշակել, քանի որ արդեն ամառ է ու տիզելովիճը հիվանդություններն արդեն իրենցն ասում են։ Հիմա նույնիսկ սա որակներ որ նայում ենք, պատկերացնում ենք, որ Հա։ սկզբից Տեսեք, խաղում հիմա տարբերությունը մեծ է։ Հիմա իրականում ջերմատներում, երբ որ մտնում եմ նկարահանումներ անելու, վարունգներն արդեն հավաքել են, փոզել են, այսպես ասած, մաքրել են։ Շատերը հա գներից ելնելով Հա։ ուզում են ուրիշ ապրանքներ մշակեն։ Շատ լավ։ Իսկ այստեղ բոլոր բիբարները մանր բիբարներ են։ Նույնն են, հա, այստեղ ունենք մի փոքր ավելի փոշորը, Հա։ այս շապիները։ Շատ լավ։ Վաճառում ենք 150 դրամով։ Շատ լավ։ Ունենք կծու բիբարներ։ Այս որակի, սա վաճառում ենք կիլոն 350, 300 դրամ։ Շատ լավ։ Ունենք բադրջան, Ահա։ վաճառում ենք 450, 400 դրամ։ Հա։ Այստեղ ամենաէժանն էր ձեր մոտ, հիմնականում 500 դրամ հանդիպեցի։ հիմնականում Իսկ լոլիկները ինչ, պամիդորները ինչ են։ Շուկայականը 120-130 դրամ։ Սա, այսինքն տեղական ապրանքն է, հա։ Ատեստած լոլիկներն են։ Իսկ որտեղի աճեցրածն է։ Մեծամոր գյուղի։ Հա։ Էջմիածնի մեծամորի։ Մեծամոր գյուղի։ Շատ լավ։ Ինչ սորտ է, ասեցիք։ Մախիտոս։ Մախիտոս։ Սիրելի հետևորդներ, մախիտոսը հիշում եք, Դվին գյուղում ես պարբերաբար մախիտոսի մշակության մասին ձեզ տեսանյութեր եմ տեղադրում։ Սա այդ լոլիկներն են։ Լավ, շնորհակալ։ Այսքանով ավարտում ենք, սիրելի հետևորդներ, հովտաշատի տեսանյութը, ահա երեկոյան ժամերին գներին մենք ծանոթացանք, սրանք հիմնականում այն գներն են, որոնք գյուղացիներն են ասում իրենց ապրանքի համար եւ իհարկե դրանք էապես տարբերվում են վերավաճառքի գներից։ Դե ինչ լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաշխի թողնենք հաջորդ տեսանյութերը, իսկ մենք կհանդիպենք։